Հայաստանում 3 նոր խոշորացված համայնք կձևավորվի։ Կառավարությունը հավանության է արժանացրել վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ուղարկել խորհրդարանի հաստատմանը։ Կմիավորեն 9 համայնք 80 բնակավայրով։ 3 համայնքների խոշորացումը կիրականացնեն Լոռիում, Սյունիքում եւ Վայոց ձորում։ Հայաստանի ընդհանուր համայնքների թիվը արդյունքում ներկայիս 70-ի փոխարեն կդառնա 64։ Ոսկե ծիրան Երևանյան կինոփառատոնը միջազգային հեղինակավոր հավատարմագրում է ստացել։ Այն համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին։ Շուրջ 1 դար առաջ ստեղծված կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան ճանաչում է աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոններից ընդամենը 50-ը։ Ոսկե ծիրանը դարձավ դրանցից մեկը։ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության կոնվենցիայի COP17 համաժողովի մասնակիցների համար Հայաստանը մուտքի վիզայի պահանջը կարող է ժամանակավորապես վերացնել։ Նախաձեռնությունը շրջակա միջավայրի նախարարությանն է, պարզեցնելու առաջիկա հոկտեմբերին մեր երկրում անցկացվելիք համաժողովի մասնակիցների մուտքը։ Պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներն ու ուղեկցողները կարող են ազատվել վիզայի պահանջից, իսկ մյուս մասնակիցների համար նախատեսում են պարզեցված, այդ թվում էլեկտրոնային վիզայի կարգ։ Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրում մոտ 100 գլուխ ոչխար ու գառ անկել է։ Գյուղացիների խոսքով ինչ-որ հիվանդության պատճառով։ Կենդանիների մյուս մասն էլ անառողջ է։ Լաբորատոր հետազոտության արդյունքներով նրանց մոտ հաստատվել է հեյլերիոս հիվանդությունը, թե ինչպես պայքարել դրա դեմ գյուղի բնակիչները չգիտեն, նրանց վկայությամբ լաբորատորիայում էլ չեն իմացել, չեն ասել։ Գյուղացիներն ակնկալում են պետական իշխանությունների աջակցությունը, թեև մինչև այս պահը նրանցից որևէ արձագանք չեն ստացել։ Հայաստանի եւ արտերկրի մի խումբ քաղաքացիներ ստեղծելու շուրջ 1 տարի կառավարել են կայուն եւ միավորված հանցավոր անդրազգային կազմակերպություն, որի գործողությունների հետևանքով ավելի քան 16 միլիոն դրամ է հափշտակվել, հայտնում են քննչական կոմիտեից։ Հանցավոր կազմակերպության գործողությունները համակարգելու համար ձևավորել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք ու մասնագիտացման հիման վրա դերաբաշխում։ Սոցիալական ցանցերում տարբեր գովազդների միջոցով գայթակղել են կիբերխարդախություններից արդեն իսկ տուժած մեծաթիվ քաղաքացիների, շահել նրանց վստահությունը կեղծ բովանդակությամբ համացանցային կայքի միջոցով, վարձակալել հարմարավետ գրասենյակային տարածքներ եւ այլն։ Մեկ քաղաքացու կալանավորել են։ Մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող զինծառայողների բուժօգնության համար կվճարեն բյուջեից։ Կառավարությունը որոշումն ընդունել է հաշվի առնելով, որ 200,000 դրամից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները, այդ թվում նաև զինծառայողներին, այս տարի չեն ընդգրկել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Պետբյուջեից 2.9 միլիարդ դրամ լրացուցիչ կելքագրեն։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։